Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV։ Պարոն Քոչարյան, դուք մասամբ անդրադարձաք Նիկոլ Փաշինյանի ընդդիմությանը եւ հատկապես Հայաստան դաշինքին գանձ համարելուն։ Երբ 21 թվականին ձեզ հարցրեցի, թե ինչ էի կարել ժողովրդին, որ չկարողացան ձեզ ներել եւ քվետալ Փաշինյանի արածներից հետո, պատերազմից հետո դուք չկարողացաք այդ հարցին պատասխանել։ Հիմա ունեք պատասխան, այդ ինչ է կարել այս տարիների ընթացքում, որ դուք այս իշխանության համար դարել եք հարմար ընդդիմություն, որ իրենք ամեն անգամ պարբերաբար մեծ ուրախությամբ արձանագրում են, որ այս ընդդիմությունը իրենց համար այնքան հարմար է, որ ինչքան դուք կաք, ասում են ինչքան Քոչարյանը խոսի, մենք այդքան իշխանության ենք մնալու։ Եվ մարտի 1-ի հետ կապված, պարոն Քոչարյան, ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել 17 տարի անց, որով Եվրոպական դատարանը բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը, սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում մարտական փամփուշտներից, ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ գործողություններ է կատարել։ Պարոն Քոչարյան, ՄԻԵԴ-ը արձանագրում է, որ ձեր նախագահության օրոք պետությունը չի կարողացել իր քաղաքացիներին պաշտպանել եւ նրանք սպանվել են։ Դուք այս մասին ինչ ասելիք ունեք եւ կա արդյոք մի որոշում, մի հրաման, որը 2008-ին կայացրել եք եւ հիմա փոշմանում եք։ 3 հարց դարավ։ 2.5։ Լավ, հիմա տարանջատեք իրարից։ Հիմա առաջի հարցի գիտեք պատասխանը ես տվել եմ։ Հիմա ես պետք է կրկանեմ գրեթե այն ամենը, ինչ որ ասել եմ։ 21 թվականի հետ ես չէի համեմատի ընտրությունները մեկ պատճառով։ Իսկապես 21 թվականի ԿՊ-ն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը նաև հաշվի առնելով։ Ավելի բարձր էր։ Իրեն հաջողվեց Ղարաբաղի պատերազմի պարտությունը ասենց գցել բոլորի վրա։ Բայց մյուս կարգախոսները մնում է կոռուպցիայի դեմ պայքար, հատիկ հետ բերում, իդեպ զարմացել են, որ գույքից հարց չեք տվել։ Սովորաբար դա ձեր այդպես ֆիշկան էր։ Հիմա վիճակը հետևյալն է։ Իսկապես վիճակը տարբեր է։ Եվ ես պետք է կրկնեմ, բոլոր այն կարգախոսները, որով ինքը եկել է իշխանության եւ պահել է այդ իշխանությունը, այսօր սնանկ են։ Ինքը պիտի գա եւ մեկ կարգախոս, ինքը վերջերս, եթե չեմ սխալվում, հետևյալ ասած, չէ, ամենից կարևոր հարց ես լուծել եմ, ես խաղաղություն եմ բերել։ Ինքը բերել է պատերազմ, իր բերած պատերազմից պարտությունը եւ խաղաղությունը ինքը հումանիշ է սարքել։ Կամ եթե դա նորմալ եք համարում, օքեյ, կարող է բնակչության մի մասը դա նորմալ համարի։ Ես համոզված եմ, որ բնակչության շատ ավելի մեծ մասը համաձայն չի պարտությունը եւ պարտությունը հումանիշ դարձնել բանի հետ խաղաղություն։ Չի լինում։ Հիմա գնում են ինչ որ հանդիպումներ էին ունենում, պարտությունը նորացավ է, դրա այդ խորագլի շրջանակներում նաև այսպիսի մեմեր կա, եթե չեմ սխալվում, նաև սոցիալական ցանցերում։ Հիմա այդ հարցի պատասխանը սա է։ Հիմա Չէ, կներեք, դուք չեք կարծում, որ դուք խոցելի դրա համար Նիկոլ Փաշինյանի համար գանձ եք։ Նարեկ, պոլեմիկայի չի, հարց տվել եք, պատասխան չէ, ումից եք տարբերվում, որ պիտի պոլեմիկացի։ Դե այդ հարցը արդեն հնչել է, չէ, գանձի հարցը ես պատասխանել եմ։ Հիմա անցնենք, եթե դուք եք այդպես համարում, դա ձեր խնդիրն է, բայց հարցը հիմա Եվրոդատարանի վերաբերյալ։ Ես մի հարց ունեմ, դուք Եվրոդատարանի որոշումը կարդացել եք։ Համոզված եմ չեք կարդացել։ Ես ասեմ, համոզված եմ չեք կարդացել, որովհետև եթե կարդայիք, դուք այս հարցը այս ձևով չէիք ձևակերպել։ 110 էջանոց փաստաթղթի մեջ սպանություն բառ չկա, կա մահվան դեպքեր։ Նարեկ, ես կարծում եմ միջև հարց տալը երևի արժեր, եթե թեմայից եք հարցնում, որովհետև գոնե կարդա,
Հաջորդը բովանդակային, շատ բովանդակային։ Եվրո դատարանի որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը ջանքեր բավարար չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 11 թվականին, ես արդեն 3 տարի նախագահ չէի, եւ 11 թվականից մինչեւ այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ավելին ստեղից մի բան էլ ավելացնեմ։ Միեդի որոշումները, բոլոր որոշումները կապված մարտի 1-ի հետ ինձ համար առ ոչինչ են մեկ պատճառով 18 թվականից հետո, որովհետև պետությունը այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել եւ միեդը մոտ 6-7 անգամ այստեղ կրկնում է ուղղակի չեն տրամադրել այս փաստաթղթերը, չեն տրամադրել սա, չեն տրամադրել նա, մոտ 6-7 անգամ։ Սա ինչ է նշանակում, նայեք, պատկերացրեք ինչ վիճակ է։ Դատական նիստ, դատախազի տեղը նստած է մեղադրողը, դատախազը պաշտպանվողի տեղը նստած է մյուս դատախազը նույն բաժնից։ Մոտավորապես այս վիճակն է։ Եվ դրա համար 18 թվականից հետո մարտի 1-ի բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում, չի ներկայացնում ոչինչ։ Սա է վիճակը։ Ոնց որ Նիկոլ Փաշինյան versus Նիկոլ Փաշինյան, այս պատկերն է։ Պատճառը դա է։ Եվ եթե դուք կարդաք միեդի որոշումը, դուք կտեսնեք, որ այդ որոշման մեջ հիմնական մեխը հետևյալն է. պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ 7 տարի, ավելի քան 7 տարի գործադիր իշխանությունը եւ քննչական մարմինները ենթակա են վարչապետին։ Բացահայտեք։ Հենց առաջի դատական նիստին մարտի 1-ի հետ կապված իմ փաստաբանները պնդում էին. բացահայտեք, սխալողությամբ են գնում, սրանով չպետք է զբաղվեք, չեն բացահայտում։ Ես ընդամենը մարտի 1-ից հետո պաշտոն եմ եղել 1 ամիս 8 օր։ Okay։ Դրա համար միեդի որոշումը ինձ չի ուղղված։ Ուղղված է նրանք, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե գործադրեին, իրենց վրա դուրս կգային։ Ցախ հատված առաջի շարք, խնդրեմ հրապարակ։ Հրապարակորաթերթ Լուսինե Շահվերդյան, դուք այդուհանդերձ չհստակեցրեցիք ինչ ֆորմատով եք